այդ խոսքի ազատությունը բավականին թանկ բան է, մենք պետք է դա գնահատենք։ Եվ ես չեմ կարծում, որ Հայաստանում կա խոսքի ազատության ոտնահարում։ Խոսքի ազատության ոտնահարում կա ժամանակին, երբ որ ԱՄԵԿ+-ներ փակվում, երբ որ լրագրողներին գնում, վաճառում էին, նորից էին գնում, նորից էին վաճառում, երբ որ գովազդը միայն միշիկական ԶԼՄ-ներին էր, բոլոր մնացածին այդ գովազդը չէին տալիս, երբ որ ազատ մամուլը շատ դիվանագիտական մեթոդներով խեղդում էին Հայաստանում, հիմա Սերժ Սարգսյանի մասին է խոսքը գնում, միջև այդ շատ ավելի բռնի ձևով է տարվում, մարդկանց ուղղակի ծեծում էին պադիեզներում, խոստու ինչ որ բան էր ասում, քեզ ծեծում ջարդում էին, ասում են դու չպետք է սա ասես, պարոն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է դա եղել, մեր մեծն ժողովրդավար։ Այսինքն, եթե մենք համեմատում ենք իրավիճակը այդ թվերի հետ, միանշանակ հիմա անհամեմատելի է, հիմա շատ ավելի լավ է եւ այն, որ այդ մարդիկ տարածում են ապատեղեկատվություն եւ դրա համար չեն պատժվում, արդեն իսկ խոսում են մասին, սա իմ անձնական կարծիքն է, որ Հայաստանում խոսքի ազատությունը չափազանցված է։ Այսինքն, չի կարելի խոսքի ազատության տակ մտցնել հանցագործություն, որը ուղղված է սեփական ժողովրդի եւ ամենակարևորը սեփական երկրի դեմ։ Այդ մարդիկ աշխատում են սեփական երկրի դեմ։ Ցանկացած մարդ, որը տարածում է Հայաստանում ապատեղեկատվություն հիբրիդային պատերազմին նպաստելով, որի թիրախն է հայոց պետականությունը, իմ թշնամին է։